Խաղաղություն մեր Տեր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսով, փառավորվի եռամեկ Աստված, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Այսօր, սիրելիներս, ուզում եմ վկայել մի կտոր հացի մասին, այն մասին, թե ինչպես մարդը կարող է Աստծո Սուրբ Հոգուն հնազանդվելով տալ իր վերջին մի կտոր հացը, զրկելով ինքն իրեն և իր երեխաներին, և այնուհանդերձ իր սրտում ունենալով զորավոր հավատք, որ Տերը չի թողնի, որ Տերը մեզ սոված չի թողնի։ Վստահ եմ, որ այս վկայությունը լսելով շատ հզոր փոփոխություն կունենաս քո հոգևոր մակարդակի մեջ։ Տերը օրհնի, ուրեմն տարիներ առաջ 90-ականների մասին է այս իմ վկայությունը, երբ որ բոլորս, շատերս ծանր խնդիրներ ունեինք հիմնականում հացի հետ կապված։ Ես ինքս իմ անչափահաս երեխաների հետ բնակվում էի այդ ժամանակ նույն այս բնակարանում, հիմա որտեղից որ այս ձայնագրությունը անում եմ, ասեմ, որ ես վերջերս հյուրի նման եմ գալիս այս տուն, բայց սա իմ խաղաղության վայրն է, որտեղից սկսվել են իմ հրաշքները։ Ապրել ենք շատ դժվար կյանք, բայց ունեցել ենք շատ զորավոր հրաշքներ Աստծով, մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն 90-ականներին էր, ստացվել էր այնպես, որ այդ օրը երեխաներս մանկապարտեզում էին, և ես էլ տանը այսպես մի տեսակ տրտմած էի, որովհետև ընդամենը մի կտոր հաց կար մեր տանը, որը որ մտածում էի երեխաներս կգան տուն մանկապարտեզից, կուտեն, կքնեն, հետո էլ ինչ կլինի, Աստված կհոգա։ Եվ այդպես օրվա մեջ մեկ էլ դուռը բախում են, գնացի բացեցի, մեկ էլ մի ծեր կին, ծեր տատիկ, այսպես, կռացած, որ ես իրա դեմքը չեմ էլ տեսնում, փոքրացած, այսպես։ Հազիվ լսելի ձայնով այս տատիկը կարողացավ ինձ ասել. «Աղջիկս, ինձ մի կտոր հաց կտաս»։ Ուրեմն, երբ որ այդ խոսքերը արտաբերեց այդ տատիկը, այդպես դռների արանքում մնացի մի քանի վայրկյան, այսպես ասեմ, սառած մնացի, չգիտեի ինչ պատասխանել, որովհետև այդ օրը մեր տանը, ինչպես վկայեցի, մի կտոր հաց կար։ Սպասեցի փոքր-ինչ և պատասխանս այսպիսին եղավ, որը որ իմ մարդկային հոգուճիչ պատասխանն էր նեղությունից, ասեցի. «Տատիկ ջան, մեր տանը ընդամենը մի կտոր հաց կա, էն էլ պահում եմ, որ երեխեքս մանկապարտեզից գան ու իրենց տամ, ես որտեղից քեզ մի կտոր հաց տամ»։ Էս կինը ոչ մի բան չասեց, շրջվեց ու դանդաղ շարժվեց դեպի աստիճանները, մենք բնակվում ենք բնակելի շենքի 5-րդ հարկում, այդպես գնաց դեպի աստիճանները, ես էլ դուռը դանդաղ փակեցի, այսպես մի տեսակ ներքուստ վատ զգալով, որ մի կտոր հացը ինչ ա, որ ես չկարողացա այդ կնոջը օգնել, այդ տատիկին, այդ ծեր կնոջը օգնել։ Դուռը փակեցի, մի երկու քայլ առաջ եկա, որ անցնեմ իմ գործերին, և այդ պահին Սուրբ Հոգին ներսիցս խոսեց ինձ, ասեց. «Զավակս, քո այդ վերջի մի կտոր հացը տար և տուր այդ կնոջը»։ Այդ պահին ես արագ, վազելով, այսպես ասած, գնացի, վերցրի, որտեղ որ պահված էր այդ իմ մի կտոր հացը և նույնքան արագ վազելով հասա, դուռը բացեցի և տեսնեմ այդ տատիկը հասել է արդեն 4-րդ հարկի աստիճաններին, այդպես կռացած, դանդաղ աստիճանների ջաղերից բռնելով իջնում էր։ Ձայն տվեցի վերևից, ասեցի. «Տատիկ ջան, սպասի, այդտեղ կանգնած մնա, ես հիմա բերեմ քո մի կտոր հացը»։ Էս կինը կանգնեց,
Վազելով իջա, այդ մի կտոր հացը տվեցի իրեն, եւ այնպիսի մի ուրախություն սկսեց հորդել, կարծես թե երկինքը բացվեց, սկսեց հորդել ուրախությունը դեպի իմ սիրտ, դեպի իմ հոգին։ Ամբողջությամբ այսպես երկնքից մի տաք անձրևը սկսեց թափվել ինձ վրա, կարծես թե։ Ուրախ բարձրացա տուն եւ սկսեցի հոգով փառաբանել Աստծուն։ Ու մեկ էլ շատ չէր անցել, ընդամենը կարող էր այդ տատիկը մեր այդ շենքի, մեր մուտքից դուրս գալ։ Արագ գնացի դեպի պատշգամբ, որ նայեմ տեսնեմ դեպի ուր ա թեքվում էս տատիկը։ Մտքովս անցավ, ասեցի տեսնեմ որ կողմից ա եկել։ Որովհետև, ինչպես հասկացա, մեր բնակավայրում այդպիսի տատիկ ոչ մի անգամ փողոցներում չէի տեսել։ Այդպես մեր թաղամասը փոքր ա, այնպես որ կարող էի ճանաչել իրեն, մեկ էլ սպասեցի, մեր մուտքից ոչ մեկ դուրս չեկավ։ Եվ նայեցի, այդպես փողոցում էլ ոչ մեկը չէր երևում, եւ այդ պահին հոգուս մեջ հասկացա, որ այդ տատիկը ուղակի ուղարկված Աստծո հրեշտակն էր։ Սա այս իմ վկայության սկիզբը։ Եվ հաջորդիվ օրեր անցան, ընդամենը մի 3 թե 4 օր անցավ, երևի ավելի ճիշտ 3 օր էր անցել։ Ուրեմն մարմնավոր քույր ունեմ, ում հետ որ մի քանի տարի էր չէինք շփվում, ստացվել էր այնպես, որ ես ապաշխարել էի ու տնից տուն հարազատներիս տներով գնում էի, բոլորին վկայում էի, որ Տերը ինձ միգրենից բժշկել է եւ մարմնավոր եւ հոգեվոր։ Մի խոսքով, այս քույրիկս վիճել էր ու իր տնից հանել էր ինձ, ասել էր գնա, երբ որ կգաս կասես, որ հավատացյալ չես, այն ժամանակ ես քեզ իմ տանը կընդունեմ։ Ու այս վկայությունը կապված է այդ քրոջս հետ, ուրեմն այս քույրիկս իրենց բանջարանոցում այդ օրը ցանքս է անում, մեկ էլ իրա վկայությունից եմ ասում կարծես թե մի սպիտակ ամպ իջավ եւ ասում այդ ամպի մեջ քեզ տեսա գլուխդ կախած ու տխուր դեմքով եւ ասում ես այդ տեսիլքը ասում 3 անգամ կրկնվեց եւ ես հասկացա որ Աստված ինձ հետ խոսում է դրանով եւ ասում անգամ ես ձայն լսեցի որ ասեց քույրդ նեղության մեջ է այդպես ասում ես ցանքսս թողեցի այդ ժամանակ սածիլներ է ցանելիս լինում, հենց այդպես թողնում է ու վազում է տուն։ Ու ամուսնուն խնդրում, ասում է լսի, այսպես տեսիլք եմ տեսել քրոջս մասին։ Ու ասում ամբողջ մարմնով այսպես ցնցվում էի, դողում էի, ուզում էի վարքյան առաջ հասնել քեզ։ Այդպես ամուսնու հետ խոսում է, կիսվում իր տեսած տեսիլքի մասին։ Եվ որոշում են ամուսնուն ասում հավաքված ինչ-որ գումար են ունենում, ասում այդ գումարը վերցնեմ, գնամ հասնեմ քրոջս։ Ամուսինն էլ ասում չէ, արի բեր գումարը տանենք, կարող է պարտքեր ունենա, որովհետև դժվար ժամանակներ են։ Այդ գումարը կտա, պարտքերը կբաժանի, էլի կմնան նեղության մեջ։ Արի մեր ունեցած մթերքներից հավաքենք։ Իրենք էլ գյուղում են բնակվում, ուրեմն եւ անասուններ են պահում եւ այսպես մեծ հողամաս ունեն, որ մշակում են, աշխատող իրենք էլ մարդիկ են, այսպես ծառեր ունեն, այգի ունեն, մի խոսքով, այսպես հավաքում են, ահագին մթերքներ են հավաքում ու հիմա հարց է առաջանում ինչպես բերեն հասցնեն ինձ, որովհետև մենք իրարից բավականին հեռու ենք ապրում։ Այդ ժամանակ եղբայրս է հյուր գնում իրենց, իր սեփական մեքենայով, ինչ-որ հարցերով, այդ օրը գնում է քրոջս տուն և այ քեզ երջանիկ պատահականություն,
Այդպես քույրս այդ իր հավաքած մթերքները կրկնապատկում ու եռապատկում է, էլ չնկարագրեմ թե ինչեր, գյուղմթերք, ամեն ինչ, ամբողջությամբ եղբորս մեքենան բեռնում է և այդպես եղբորս հետ հաջորդ օրը գալիս են իմ տուն, եղբայրս հաջորդ օրը վերադառնալու է լինում, քույրս այդպես եղբորս հետ մեկ էլ տեսնեմ դուռը բախեցին, դուռը բացեցի, այս քույրիկս բարևեց ու արագ անցավ իմ խոհանոցը, հիմա այս դարակներն ա բացում, այն դարակներն ա բացում, նայում ա տեսնում ա ոչ մի բան չկա տունը ուտելու, որովհետև շատ դժվար տարիներ էր 90-ականներին, ով որ Հայաստանում ա եղել, կհիշեն ինչ վիճակներ էր, մանավանդ քաղաքի ապրողների համար շատ ծանր էր, որ չունեինք գյուղմթերք, մի խոսքով, հողամաս չունեինք, անասուն չունեինք, այդպես նայեց ու սկսեց լացել, հիմա եկել փաթաթվել ա ինձ, լացում ա, ասում ա լսի, ես ոչ մի բան չկա ձեր տունը, ասում եմ դե տեսնում ես էլի, ես էլ այդ ժամանակ ճիշտ ասած, որ նորադարձ էի ու որպեսզի իմ Աստծո հեղինակությունը բարձր պահեմ, իմ ոչ մի հարազատներին չէի ասում, որ նեղության մեջ եմ, այդպես Աստված այդ քույրիկիս հետ հրաշք էր արել, տեսիլքով ցույց էր տվել, մի խոսքով, և սկսվեց այդ բեռների փոխադրելը առաջի հարկից 5-րդ հարկ, բերեցին և մեր խոհանոցում ու պատշգամբում, այսպես ասած, էլ հատակին տեղ չկար, այնքան բերեցին լցրեցին, մի խոսքով, և այս իմ վկայության էությունը ինչումն է սիրելիներս, ուզում եմ ասել ձեզ, որ շատ հետաքրքիր է Հիսուս Քրիստոսի հետ քայլելը, ես իմ կյանքում ավելի մեծ հրաշքներ, ավելի մեծ վկայություններ ունեցել եմ և հիմա էլ ունենում եմ, շատ հետաքրքիր է Հիսուս Քրիստոսի հետ քայլելը, նրա Սուրբ Հոգու թելադրանքով ապրելը, շատ հեշտ է այդպես, Աստծո գծած ճանապարհի մեջ քայլելը շատ հիանալի է, կոչ եմ անում բոլորիդ, ովքեր որ նեղության մեջ են, կամ գուցե նեղության մեջ չես, պարզապես հեշտ կյանքից ես լսում այս իմ ձայնագրությունը, բայց իմացիր, կյանքը այնպես է, որ մեկ բարձրում ես լինում, մեկ էլ տեսնում ես ամենաներքևում ես դժվարությունների առումով, կարող է լինել դա նաև առողջական խնդիրներ և նմանատիպ բաներ, ուզում եմ կոչ անել, որ ամեն մեկս հավատանք մեր ստեղծող Աստծուն, եռամեկ Աստծուն, հավատանք Տեր Հիսուս Քրիստոսին, հարություն առած, մեզ համար խաչված ու մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, հավատանք, ընդունենք որպես մեր անձնական Տեր ու մեր Փրկիչ, ընդունենք նրա օրհնյալ Սուրբ Հոգին, մկրտվենք Սուրբ Հոգով և առաջնորդվենք Սուրբ Հոգով և կունենանք այս երկրի վրա զորավոր, հետաքրքիր հրաշքներով լցված կյանք, ապահով կյանք, այնպես չի, որ դժվարություններ չենք ունենա, բայց այդ դժվարությունները շատ հեշտ է հաղթահարել Աստծո Սուրբ Հոգու հետ և թող Տերը օրհնի բոլորիս, որպեսզի մեր հայազգը վերջում ունենա Աստծո փրկությունը, ամեն